Ես էլ ուզում եմ միանամ եղբայրների հետ եւ շնորհավոր եմ մեր թանկագին քույրերին այսօրվա օրը Աստված օրհնի ձեզի մեր գլխի ծամպակասեղնեք միշտ մեզ ուրախացնեք ձեր ներկայությունով եւ միշտ ծառայության մեջ լինեք Աստծուն որ ապացուցեք որ դուք ոչ մի բանով պակաս չեք տղամարդկանց որոնք որ կարող է ինչ-որ պաշտոններով մի քիչ ավելի բարձր լինեն, բայց իրականում դուք գիտեք, որ Քրիստոսում չկա ոչ կին, ոչ տղամարդ, ոչ հրեա, ոչ հեթանոս, բոլորն էլ մեկ զավակներն են Տիրոջը։ Աստված օրհնի բոլորին։ Մենք շարունակում ենք Տիրոջ խոսքը ուսումնասիրել, առանձնապես այն կարևոր բանը ինչ էլ որ արդեն քանի շաբաթ խոսում ենք եւ ես կարող եմ ասել որ դա սրանով այսօրով չի վերջանա էլի բաներ կա խոսալու սիրո մասին քանի որ մենք բոլորս լավ գիտենք որ քրիստոնեությունը հիմնված է սիրո վրա մենք բոլորս պետք է գիտենանք որ մենք վկայելով որ մենք ճշմարիտ քրիստոնյա ենք ոչ թե քրիստոնեական կրոնի հետևորդ մենք պետք է հասկանանք որ կարևորը ինչ էլ որ քրիստոնեության մեջ կա դա սերն է ու ինքը Աստված լինելով սեր ոչ թե ինքը սիրում է այլ ուղղակի նա ինքը իր բնույթով իր բնությունով իր էությունով սեր է ինքը ապացուցում է մեզ որ իրականում մենք մի տեր ունենք որ մեզ սիրում է ու այդ սերը ոչ թե ուղղակի խոսքով արտահայտվում, ինչպես մարդը շատ անգամ սովորություն ունի, երբ որ ինչ-որ մի բան է ուզում ասել, իր կողակցին կամ ինչ-որ որևիցե մեկին, ինքը ձգտում է գեղեցիկ ձևով ներկայացնել սերը, բայց կյանքը ինչպիսին է, սա է կարևորը, ու մեզ այսօր շատ կարևոր է, որպեսզի լինենք այնպես, ինչպես որ Աստված է ուզում։ Այսօր նորից մի անգամ ուզում եմ կարդալ այն տեղը, որտեղ որ մենք սկսեցինք Մատթեոսի 22-րդ գլխի մեջը ու շարունակենք այդ կարևոր գաղափարի մասին, որն որ Տերը մեզ հնարավորություն է տալի խորանալու։ Մատթեոս 22-րդ գլխի 34-ից 40 համարները։ Եկեք մի անգամ էլ կարդանք, որպեսզի նորից եւ նորից խորանանք այս ճշմարտության մեջ։ Բայց փարիսեցիները երբ որ լսեցին թե սադուկեցիներին պապանձեցրեց, հավաքվեցան մեկտեղ եւ նրանցից մեկը մի օրինական հարցրեց փորձելով նրան եւ ասեց. «Վարդապետ, որ պատվիրանքն է մեծ օրենքումը»։ Հիսուսն ասեց նրան. «Սիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով, քո բոլոր անձով եւ քո բոլոր մտքով»։ Սա է առաջին եւ մեծ պատվիրանքը։ Երկրորդն է սա նման. «Սիր քո ընկերին քո անձի պես»։ Այս երկու պատվիրանքից կախված են բոլոր օրենքը եւ մարգարենք։ Հետաքրքիր է։ Երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարցրեցին, պատկերացրեք, Տերը այնտեղ մի քանի խմբեր կային սադուկեցիներ, փարիսեցիներ, կային հերոդայացիներ եւ այդ սադուկեցիները, որոնք որ եկել էին հարցերով, իմ չեմ ուզում դրա մասին խոսալ, թե ինչ հարցերով Տերը այն ձևի պատասխան տվեց, որ նրանք շուշ գեցան ու մի կողմ քաշվեցին եւ երբ որ փարիսեցիները տեսան որ Տերը Հիսուսը նրանց պապանձեցրեց, հիմի որոշեցին որ մենք էլ մի բան ասենք ու այդ ասելու նպատակը ոչ թե ուղղակի իմանալն էր, որպեսզի իրանք լսեին վարդապետից այն կարևոր գաղափարը ու հասկանային ինչ է ճշմարտությունը, այլ ուղղակի փորձելու համար են անում եւ գիտեք ինչպես միշտ երբ որ ինչ որ մի բան են ուզում ասել մի խումբ մարդիկ միանգամից խոմ չեն կարող ասել, ընտրում են մի մարդուն, որն ասում են գնա եւ այս մարդուն այս հարցը տու։ Երևի այս օրինականը, դուք գիտեք, այդ օրինականները շատ կարդացած մարդիկ էին, օրենքը գիտեցող մարդիկ էին, որոնք որ օր ու գիշեր այդ գործով էին զբաղված, որ օրենքը կարդային ու գիտենային, որպեսզի մարդկանց սովորեցնեին, ու այդ օրինականը երևի այդ մարդկանց մեջ բավականին ազդեցիկ մեկն էր, որին խնդրեցին գնա եւ Հիսուսի հետ ու հարց տու նրան այս հարցը։ Եվ Տերը բացատրեց որ բացի դրանից որ բավականին մեծ քանակությամբ օրենքներ եւ մարգարեական խոսքեր կան
Աստծո խոսքի մեջը գոյություն ունի երկու կարևոր պատվիրանք, որից կախված են այդ ամեն ինչը, ինչը որ օրենքը կա, օրենքի բոլոր կետերը եւ մարգարեները։ Եվ այդ երկուսը հետևյալ է հնչում. սիրիր քո ասունքը բոլոր հոգով, սրտով, կարողությունով եւ քո անկերին, քո անձի պես։ Այնտեղ մի հատ կարևոր բան կա, գիտեք, որ մեզ համար շատ նշանակալի է։ Աստված, երբ որ ասեց առաջի եւ գլխավոր պատվիրանքը դա Աստծո հանդեպ սերն է, նա չասեց որ դրանից ավելի փոքր, դրանից շատ աննշան, ասեց դրա նման։ Մենք պետք է հասկանանք, որ երբ որ Աստված ասում է դրա նման, ու մենք կարող ենք Աստծուն սիրել, բնական է Աստծուն չսիրել չի կարելի, որովհետև մենք արդեն գիտենք, թե Աստված մեզ համար ինչ արեց։ Մեզ հավիտենական կորուստից ազատեց, հավիտենական կյանք տվեց ու այն էլ ինչ մեծ գնով։ Իր միածին որդուն տվեց, որպեսզի մենք նրան հավատալով հավիտենական կյանք ունենանք։ Եվ այդ սերը բացահայտորեն ցույց տալով մեզ հնարավորություն տվեց ապացուցելու, որ իրականում ինքը սիրում է, ոչ թե ուղղակի խոսքերը ասում։ Նայեք Հովանու առաջի Հովանու 4 գլուխ 10 համարը ինչպես է անում։ Տերը ինչ է ասում իր առաքյալի միջոցով 1 Իոաննա 4 глава 10 стих։ Սրանով է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այն որ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր որդին քավություն մեր մեղքերի համար։ Եթե հարց տանք այսօր, առանձնապես երբ որ մենք գիտենք քույրերի համար, տղամարդիկ էլ իրանք շատ են սիրում իրանց որդիներին ու ամեն ինչ անում են, որպեսզի որդիներին ոչ մի բանից պակաս չեղնի, որդի ասելով երեխեքին։ Առանձնապես քույրերը, որոնք որ ոչ թե մենակ ուղակի ժամանակ են, իրանք ամբողջ 9 ամիս իրանց արգանդում պահել են այդ երեխային, հետո էլ ես առանց որևէ մի չափազանցության կասեմ, որ յուրաքանչյուր քույր ավելի շատ ամագ ունի իր երեխու վրա, քան թե տղամարդը, ու հարց է առաջանում, մենք կարող ենք եթե միջև անգամ մի քանի երեխաներ ունենք, կարող ենք մի երեխային զոհաբերել ինչ-որ մեկի համար։ Իհարկե ոչ, մենք ասենք ինչի պետք է անենք այդ բանը, բայց Աստված արեց այդ բանը, որովհետև սիրում էր մեզի, որովհետև Աստծո սերը այն չափի էր, որ նա չկարողացավ անտարբեր մնալ մարդկային սխալ գործողությանը, երբ որ մարդը մեղք գործեց, հետո էլ ամբողջ պատմության ժամանակ մենք գիտենք միջև անգամ Աստված որոշեց մարդկությունը վերացնել ու վերացրեց էլ համարյա բոլոր մարդկությունը 8 հոգուց բացի ջրհեղեղով, բայց միևնույն ժամանակ ինքը լրիվ չվերացրեց մարդկությանը, հնարավորություն տվեց որ մարդկությունը ելի նորից շարունակի իր գոյությունը եւ այսօր երբ որ մենք հասել ենք 8 միլիարդ մարդու ու այդ նոյից սկսած մինչեւ այսօր քանի միլիարդ մարդը հեռացել է կյանքիցը, մենք տեսնում ենք որ Աստված ինչքան համբերատար է ու մինչեւ այսօր էլ շարունակում է համբերել ու կարող ենք ասենք լավ այդ ձևի Աստված որ այդքան համբերություն ունի, այդքան մեզ դիմանում է ու մենք ոչ թե անհավատները մենակ այլ հավատացյալներն էլ շատ անգամ նեղացնում ենք ասում մեր գործելով, միևնույն է Աստված պահում է մեզի ու ամեն ինչ անում է որպեսզի մենք փրկվենք, չկորչենք, հավիտենական կյանք ունենանք, այդ ձևի Աստծուն սիրել հնարավոր է, որովհետև արդեն դուրս է գալիս որ Աստված իր սերը ցույց տալով մեզ հնարավորություն տվեց որպեսզի մենք փոխադարձ սեր ցույց տանք, взаимная любовь։ Բայց երբ որ մենք գալիս ենք մի այդ երկրորդ պատվիրանքին, երբ որ այս երկրորդ պատվիրանքը մեզ համար մի քիչ երկար կեղնի, կարող է մի 2 քարոզ էլ եղնի, Տերը եթե կյանք տվեց, կտենանք ինչքան կտևի, բայց մի կարևոր բան կա։ Երբ որ մենք տեսնում ենք Աստծո սերը, ու դա ոչ թե ուղակի խոսքեր են, այլ կյանքով ապացուցող մի բան է, ու մենք էլ մի անգամ նայում ենք ուղղահայաց Վերտիկալն է, որ իհարկե այդ ձևի ասում սիրել պետք է։ Երբ որ Աստված ասում է, որ ոչ միայն ուղղահայաց, այլ հորիզոնական պետք է մարդը սեր ունենա, այստեղ արդեն մի քիչ խնդիրներ է առաջանում։ Որովհետև երբ որ մենք սպասում ենք Աստվածանից, երբ որ տեսնում ենք Աստվածանից այդ սերը ու մենք ուզում ենք փոխադարձ սեր տալ, շատ անգամ այդ նույն փոխադարձ սերը հնարավոր չի տալ մեկս մեկիս հանդեպ։
Շատ անգամ ա եղնում, սիրելի քույր եղբայրներ, մենք մարդ ենք ու չնայած որ կարող է պատահի Հիսուս Քրիստոսով հարազատ ենք դարել ու մեր հարազատությունը կարող եմ ասեմ ավելի մեծ է, քան թե այն ֆիզիկական հարազատությունը, որովհետև մենք պետք է հավիտենականություն ապրենք իր այդ միասին, շատ անգամ այդ սերը փոխադարձ չլինելու պատճառով շատ մարդիկ սառում են, մտածում են, ես ամեն ինչ անում եմ, որպեսզի ինչ որ մեկին իմ սերը ցույց տալ, բայց դա փոխադարձ չի ցույց տալի ինձի, ու ամենացավը այն է, որ դժվարանում ենք, ու շատ անգամ անկարելի է լինում այդպիսի մարդկանց սիրել, ումին որ դու ձգտում ես սիրել, բայց փոխադարձը չես զգում։ Ու ապրում ես այս կյանքի մեջ ու մտածում ես վերջի գոնե ինչ որ մի չափով, գոնե ինչ որ մի ձևով փոխադարձ սեր ցույց տա, որ ես կարողանամ ակտիվորեն իմ սերը զարգացնել։ Չկա, շատ անգամ չկա ու մենք մտածում ենք ինչպես կարող ենք սիրել ու երբ որ մի անգամ աշխարհային ձևով ենք մտածում այդ բանը, այս ինչպես աշխարհում ասում են, սերց ունի պրիկաժ, սրտին չես հրամայի, այնպես էլ կարող է մեր կյանքի մեջ կարողանանք ասենք, այ չեմ կարող, ինչ անեմ։ Ու այստեղ գալիս է մի կարևոր բան։ Միտեղ եմ ուզում կարդալ ձեզ հետ, որ շատ կարևոր է ու էսի ոչ թե ուղղակի առաջարկությունը, իմ սիրելիներ, գիտեք որ Աստված երբ որ պատվիրանք տալիս է, ինքը ոչ առաջարկություն է անում, ոչ խորհուրդ է տալի, ինքը հրամայում է ու մենք պետք է հասկանանք Աստծուն ու կարողանանք մեր մեջը գտնել այնպիսի մի ուժ, որ դիմացի գտնվող ով լինի, ճիշտ այնտեղ գրված է հին հայկական թարգմանության մեջ գրված է անկեր, բայց իրականում նոր թարգմանություն, ովքեր կարդում են նոր թարգմանությունը, գրված է դրացին։ Բլիժնի չլավեք, բլիժնի, այ ամենամոտը ով է, այ նրան, նա ինչ վիճակի մեջ էլ գտնվի, Աստված ասում է, որ դու պետք է սիրես այդ մարդուն։ Տեսեք, առաջի Հովհաննես 4-րդ գլխու 11 համարը, մենք 10-ը կարդացինք, որ ցույց է տալի Հովհաննես Առաքյալը, որ Աստված մեզի անեց սիրեց, որ իր որդուն տվեց իր քավություն մեր մեղքերի, ու նայեք 11 համարը ինչ է ասում։ Առաջի Հովհաննես 4 գլուխ 11-ը, 1 Иоанна 4 глава 11 стих։ Սիրելիներ, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք էլ պետք է իրար սիրենք։ Հետաքրքիր է, գիտեք, այստեղ եթե Աստված այդպես սիրեց մեզ, ոչ թե մենակ չափն է երևում։ Դե հասկանալի է, մենք բոլորս էլ լավ հիշում ենք Հովհաննես 3:16-ը, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Այդ անչափ մի սեր էր ու գիտեք, բայց դրանում չի մենակ կարևորը, թե Աստված ինչ հզորությամբ է սիրում մեզ։ Արեք հարց տանք, ում է սիրում Աստված։ Ոչ թե մենակ մեծությունը, այլ ում է սիրում։ Ու երբ նայում ենք մենք մեզի, գիտեք, մի կարևոր բան կա, եթե ես չգիտեմ ձեզ, դուք ինչ կյանքով եք ապրում, ինչպես եք գործում, ընտանիքներում ինչպիսին եք, շատ անգամ հա լսում է ինչ որ մի բաներ, բայց լրիվ խոմ չգիտենք, դեռ մեջը ինչ է կատարում, ոչ մեկս մեկիս մասին չգիտենք, բայց խոմ մենք մեզ մասին գիտենք, չէ։ Մենք ինչ ենք մեզանից ներկայացնում եւ ինչպես ենք գործում Աստծո հանդեպ, ու դրա համար երբ որ մենք սկսում ենք մտածել, բայց չկա փոխադարձ սեր, բա ոնց կարող եմ մարդուն սիրել, հիշեք Աստծո սերը դեպի մեզի, ժողովուրդ, մենք մինչև չհասկանանք ու չզգանք Աստծո սերը մեզ վրա, մենք չենք կարողանա իրար սիրել ոչ մի անգամ։ Աստված երբ սիրեց մեզի, երբ որ մենք լավն էինք, Աստված ում սիրեց, երբ որ նրանց ովքեր Աստծուն հավատարիմ ու նորմալ վիճակի մեջ են գտնում, իհարկե ոչ։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է խոստովանի ու Պողոս Առաքյալի նման, այս մի տեղ եմ ուզում կարդալ, շատ հայտնի տեղ, որ մենք պետք է հասկանանք, որ Աստված երբ սիրեց եւ ում սիրեց։ Հռոմեացուց 5:8, Римлянам 5 глава 8 стих։ Բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, որ երբ որ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ։ Երբ որ մենք դեռ մեղավոր ենք, ուրիշ ձևի ասած, երբ որ մենք դեռ Աստծո թշնամի ենք, Աստված արդեն մեզ համար իր որդին զոհաբերել էր։ Այսինքն Աստված ոչ մի անգամ չի փնտրում, որպեսզի նայի ումը ով ինչպես է ապրում ու գտնելով են մարդկանց, ովքեր որ հավատարիմ ու լավն են Աստծո համար, նրանց սիրի ու նրանց փրկի հավիտենական կորուստից։ Աստված բոլորին է սիրում։
Եվ նրա սերը այնքան մեծ է, որ ինքը բոլորի համար տվեց իր զավակին։ Միածին զավակին տվեց։ Ի քավություն մեր մեղքերի։ Եվ երբ որ մենք դեռ թշնամի ենք Աստծուն, Աստված արդեն մեզ համար զոհաբերել էր իր որդուն։ Դրա համար երբ որ մենք նայում ենք Աստծո այս սիրո մասին, այնտեղ տեսնում ենք մի կարևոր հատկություն, որ երբ որ մենք ասում ենք, վկայում ենք, որ Աստված սեր է եւ մենք Աստծո զավակներ ենք, մենք պետք է սովորենք ինչպես որ Աստված սիրել։ Աստծո մոտ կա մի կարևոր հատկություն իր սիրո մեջ, անկողմնասեր։ Այսինքն նա ոչ մի անգամ չի նայում դիմացի գտնվող մարդը ինչ վիճակի մեջ է, նա սիրում է առանց որևէ մի պայմանի։ Առաջի Հովանու 4 գլուխ 17 համարը։ Ընտրում եմ ուշադիր լսեցեք։ Первое Иоанна 4 глава 17 стих։ Սրանով է սերը կատարյալ մեզ հետ, որ համարձակություն ունենք դատաստանի օրումը եւ որովհետեւ ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհումը։ Ինչպիսին է նա։ Ժողովուրդ, մենք երբ որ կգանք ժամանակ կգանք Աստծո առաջ կանգնենք եւ Աստված պետք է մեզ թողնի երկնքի արքայությունը կամ ընդհակառակը ասի ես քեզ չեմ ճանաչի երբեք, մենք մի հատ կարևոր բան ունենք։ Մենք այսօր համարձակություն ունենք Աստծո առաջ, որովհետեւ ձգտում ենք Աստծո նման լինել։ Եվ Աստծո նմանությունը ամենալավ նմանությունը ինչու՞մն է կայանում, սերը։ Աստված սեր է ու մեզանից ուզում է, որպեսզի մենք էլ սիրողներ լինենք, ինչպեսին է նա։ Գիտեք, ելի եմ ասում, երբ որ մենք ուզում ենք ինչ-որ մեկին սիրել, իհարկե մենք աշխարհից եկած մարդ ենք ու շատ անգամ, երբ որ սիրելու հարց կա, առանձնապես երբ որ մարդը արդեն ամուսնացած է ու երեխաներ ունի, ինքը արդեն պրակտիկա ունի սիրելու։ Թե իր ամուսնու հանդեպ, կինն է, թե տղամարդն է, թե առանձնապես երեխաների հանդեպ, որը իրանցից են ծնված, ու երբ որ շատ անգամ լինում է ամուսնական կյանքում սերը փոխադարձ չի, շատ մարդիկ ասում են, երբ որ փոխադարձը կներեք ավելի իստեց սկսեմ, երբ որ սերը փոխադարձը, շատ մարդիկ ասում են մենք բախտավոր ենք, ինչի համար, որովհետև երբ որ մենք սիրում ենք, այդ սերը փոխադարձ է։ То есть ես իմ կնգան եմ սիրում, կնիկս ինձ է սիրում, ու այդ փոխադարձ սիրո մեջ մենք տեսնում ենք բախտավորություն։ Բայց Աստված այդպես չի սիրելի քույր եղբայրներ, որպեսզի մենք կարողանանք Աստծո նմանվելով ասել որ այ մենք Աստծո նման ենք, որովհետև Աստված փնտրում է փոխադարձեր ու մենք էլ դրա համար փնտրում ենք։ Աստված փոխադարձեր չի փնտրում։ Աստված չի նայում, նորից եմ ասում, թե մենք ինչ վիճակի մեջ ենք գտնում, նա սիրում է մեզի անկախ նրանից։ Մենք նրա հանդեպ ինչ վիճակի մեջ են գտնում։ Սիրում է նրանց ու ամեն ինչ անում է, որպեսզի քիչ առաջ եղբայրն էլ իջեցրեց, ամեն ինչ անում է, որպեսզի մենք մնանք, չհեռանանք Աստվածանից, որ մենք չկորչենք, այլ հավիտենական կյանք ունենանք։ Դուք պատկերացնում եք, երբ որ ամբողջ տիեզերքի մեջ, ամբողջ երկրագնդի մեջ 8 միլիարդ մարդ կա, ու այդ 8 միլիարդ մարդ օրական քանի անգամ է նեղացնում Աստծուն։ Այդ 8 միլիարդ մարդը քանի անգամ է Աստծուն հակառակ կենում։ Ու ամենացավը գիտեք ինչն է, եթե անհավատներ են անում այդ բանը, հասկանալի է, նրանք չեն հասկանում, բայց երբ որ հավատացյալն է այդ բանը անում, ու Աստված գիտեք շարունակում է, ես ամեն անգամ երեկոյան երբ որ կանգնում եմ աղոթքի ու ես հիշում եմ ամբողջ օրվա իմ առած գործողությունները ու այն ցայտակումները, որ ցավոք սրտին լինում են իմ կյանքի մեջ, մի մեծ այսպեսի աղաղակ է իմ մեջ առաջանում, Տեր, ինչքան ես դու ինձ սիրում, որ այսօր այս րոպեին ես կանգնած եմ քո առաջը ու դու ինձ չես սպանում, այլ ինձ օգնում ես, որ ես կարողանամ քեզ հետ զրուցել, քո սրբության հետ զրուցել ու քեզանից քո ուրախությունը վայելել։ Ինչքան գիտեք մեծ ուրախություն է, երբ որ դու գիտես դու ով ես ու ինչեր ես անում այս կյանքի մեջը ու շատ անգամ ինչքան ես նեղացնում նրան որ քեզ սիրելով իր միածին որդուն տվեց ու այդ անձնավորությունը ոչ թե քեզ դենա գցում որպես անպետք մի բանին, այլ օգնում է որ դու քո կյանքի մեջ կարողանաս հասկանաս նրա սերը, ոչ թե ուղղակի գիտենաս, այլ զգաս այդ սիրո ներգործությունը քո վրա։ Երբ որ դու ամեն անգամ կանգնում ես Աստծո առաջ ու Աստված թույլ է տալի որ դու նրա հետ խոսաս։ Երբ որ դու անկախ նրանից քո կյանքը ինչպեսին է, դու հնարավորություն ես տա, քեզ հնարավորություն է տալի, որպեսզի դու կարողանաս Աստծուն ծառայես։ Եվ այն թանկագին բանը, ինչ որ Աստված ունի իր խոսքը, ինքը քեզ վստահում է ու ասում է,
տար ու մարդկանց ներկայացրու։ Ինչքան մեծ զորություն է, չէ, ինչքան մեծ սիրո զորություն է, որ մենք տեսնում ենք, թե ինչ ենք մենք մեզ այս ներկայացնում ու ինչպես է Աստված մեզ հետ գործում։ Առաջի Պետրոս 3 գլուխ 18 համարը։ 1 Պետրա 3 глава 18 стих։ Որտեւ Քրիստոսը մեկ անգամ մեղքի համար չարչարվեց այն արդարը անարդարների վրա, որ մեզ մոտիկացնե Աստծուն։ Արդար մեկը, որն ոչ մի բան չուներ, որ ինքը գար մեզ համար չարչարվեր։ Հավիտենական կորուստի ժամանակ ոչ մի մարդ, ով էլ որ այսօր ապրում է ու կապրի, ինչքան էլ ժամանակ կեղնի այս երկրագնդի վրա, ոչ մի մարդ չի կարողանա մեղադրել Աստծուն, ով Աստված, դու սիրող Աստված ես։ Հիմա ոնց ես թույլ տալի, որ ես դժոխքում հավիտենական տանջվեմ։ Ոչինչ չի կարողանա, որովհետև այն արդարը, որն որ արդար էր, բարի բուն իմաստով, առանց որևէ մի փոքր անգամ, մի փոքր անարդարություն ունենալով իր մեջը, անարդարների մեզ համար իր կյանքը զոհեց, որպեսզի մենք նրա արդարությունը ունենալով հավիտենական կյանք ունենանք։ Ոչ մի մարդ երկնքի արքայության մտնող ոչ մեկը ոչ մի անգամ չի ասի, ես այստեղ եմ, որովհետև ես լավն էի։ Ոչինչ չի ասի։ Բոլորս լավ գիտենք, որ սա Աստծո սիրո հետևանքն է, որ եթե մենք մտնենք երկնքի արքայություն ու այնտեղ հավիտենական ապրենք, սա միայն եւ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքն է, որն որ տվեց մեզի, որպեսզի մենք կարողանանք այդ բանը ունենալ։ Մենք փնտրում ենք փոխադարձել, լավ ենք անում, շատ լավ կեղնի, եթե մեր բոլոր սիրո արտահայտությունը փոխադարձ բնույթ ունենա։ Ինչքան լավ կեղնի, չէ՞։ Ես սիրում եմ ձեզ, դուք էլ ինձ սիրեք ու այդ սերը ցույց տանք այնպես, ինչպես որ մենք պատկերացում ունենք։ Բայց այդպես չի ստացվում, որովհետև մենք մեղավոր մարմնի մեջ ենք գտնվում, չնայած որ արդեն Տիրոջը հանձնված, Տիրոջ զավակներ եղած ու շատ բան գիտեցած, միևնույն է, էլի սայտակումներ կա։ Միևնույն է, էլի մենք մեր բնավորությունն ենք ցույց տալի, խասյատներն ենք ցույց տալի։ Ու շատ անգամ այդ խասյատը չի համապատասխանում Աստծո խոսքին։ Մի հատ բան կա, որ նորից եմ ասում, այս վազել, փոխադարձ սիրո վազելու ցավալի վիճակին պետք է մենք մտածենք դրա մասին։ Պողոս Արաքյալը, որն որ ժամանակին ապրում էր այս կյանքի մեջ, ինքը դուք գիտեք, որ փարիսեցի էր ժամանակին, երբ որ Սողոս անունով էր ներկայացված, ու ապրելով այս կյանքի մեջ ինքը շատ լավ պատկերացում ուներ իր մասին, որ ինքը լավն է, որ հիշեք բանը Ֆիլիպպեցոց 3 գլխի մեջ սկզբից ոնց է Պողոս Արաքյալը իր կյանքի մասին ասում, ու այնտեղ ոչ մի բան սուտ չի խոսում։ Ամեն ինչ այնպես է, ինչպես որ ինքը ասում է։ Որ ինքը Բենյամինի ցեղից է, ինքը փարիսեցի է, ինքը արդարության օրենքին նայելով արդարության մեջ է գտնվում, այդ ամեն ինչը սուտ չխոսած, եթե սուտ խոսար, Աստված չէր գրի իր խոսքի մեջը։ Բայց միևնույն ժամանակ այդ Պողոս Արաքյալը, որն որ ժամանակին այդքան արժանավորություններ ուներ իր կարծիքով, Աստծո առաջ ինքը սխալ կյանք ուներ, որովհետև ինքը չուներ այն կարևոր հատկությունը, որն որ պետք էր բնորոշվեր քրիստոնյային, ճշմարիտ քրիստոնյային, ճշմարիտ հավատացյալին, այսպես ասենք։ Եվ ախտը Պողոս Արաքյալը չէր ընդունում քրիստոնեությունը որպես ճշմարտություն։ Ճշմարիտ հավատացյալին նրա մեջ չկար այն սիրո արտահայտությունը, որի միջոցով նա կարողանար ապացուցել, որ ինքը սիրող Աստծո հետևորդ է։ Բայց նայեք, հրաշք կատարվեց եւ այդ փարիսեցին, որն որ ատելությամբ էր լցված այն մարդկանց հանդեպ, որոնք որ իրար նման չէին մտածում, օրերից մի օր Դամասկոսի ճանապարհի վրա փոխվեց։ Ու ինքը մի երանելի գաղափար գրեց, որն որ սիրո երգ է կոչվում, Առաջի Կորինթացոց 13-րդ գլուխը, համարյա ամբողջ գլուխը սիրո մասին է գրված, ու այնտեղ ես ուզում եմ մի այդ հատկությունները սիրո կարդալ ձեզ հետ միասին, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, որ շատ մի հատ կարևոր հատկություն ընդեղից վերցնենք, որ դա շատ դժվար է, բայց դա պետք է լինի ամեն մեկիս մեջը։ Նայեք Առաջի Կորինթացոց 13-րդ գլխի 4-ից 7 համարները ինչ է ասում մեր եղբայր Պողոսը, Սուրբ Հոգով լցված, 1 Коринфянам 13 глава 4 по 7 стихи. Սերը երկայնամիտ է, քաղցր է,
Սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, չի լրփանում, իրը չի որոնում, չի գրգռում, չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բանին դիվանում է, ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանին համբերում է։ Սերը երբեք չի վերջանում։ Մի հատ կարևոր հատկություն, տեսեք ինչքան շատ հատկություն կա, որ մեզ հնարավորություն է տալի նայելով մեկս մեկից չձգտենք փոխադարձ սերը փնտրել։ Էլ եմ ասում, լավ է, եթե սերը փոխադարձ է, ինչքան երջանկություն կա, երբ որ ամուսնական կյանքի մեջ փոխադարձ սեր կա։ Մեր եղբայրը մի անգամ մի բան ասեց, իմ մեջ տպավորվեց, ասում է, եթե մարդը կնոջը սիրում է, կինը մարդուն սիրում է, նրանք ոչ թե իրար հետ պետք է ապրեն, այլ իրար համար։ Այս սերը հենց նրանում է կայանում, որ մենք ապրում ենք ոչ թե իրար հետ, այլ իրար համար։ Ու այնտեղ Պողոս Արաքելը մի հատ կարևոր խոսք է ասում է, սիրո հատկության մեջ կա այդպիսի մի հատկություն, որը կոչվում է իրը չի որոնում։ Գիտեք, երբ որ ես փոխադարձ սեր եմ փնտրում ու չեմ գտնում ու դրանով գրգռվում ու սկսում եմ հակառակվելը, ես փնտրում եմ իմը, որովհետև ինձ համար շատ լավ է, երբ որ ինչ որ մեկը ինձից սիրում է։ Երբ որ իմ սիրո արձագանքը տալիս է, ասում է, ես կարող եմ ասեմ, որ ես քեզ սիրում եմ, դու էլ ինձ ես սիրում ու դա ապացուցում ես գործով։ Բայց երբ որ չկա այդ բանը, ես պետք է մտածեմ, ես սիրեմ թե չսիրեմ այդ մարդուն։ Դու գիտեք, որ երկնքի արքայության մեջ ամեն ինչ որ այսօր մեզի պետք էր այս կյանքի մեջ է, որպեսզի մենք հասնենք երկնքի արքայությունը, հույսը եւ հավատքը, այդ հավատքն ու հույսը այնտեղ չի եղնելու էլ։ Վերջանալու է։ Մեզ ոչ հավատք պետք է եղնի երկնքի արքայությունում, ոչ է հույս, բայց սերը մնալու հավիտենական։ Ու երբ որ մի անգամ մարդիկ ասում են սերը վերջացավ, էլ ես չեմ կարող սիրեմ, սեր անհետացավ, վերջով դադարեց իր գործողությունը, ուրեմն դու դեռ չես սիրել ճիշտ այնպես, ինչպես որ պետք է սիրես։ Առանձնապես ամուսնական կյանքի մեջ, երբ որ բաժանումներ են եղնում, ասում է դե ժամանակին սիրում ենք, ու այդ սերը վերացավ, չկա էլ։ Չի կարող պատահի, որտեղ Աստծո խոսքը մեզ հիշեցրեց քիչ առաջ մենք կարդացինք առաջի Կորինթացոց 13-րդ գլխի 8-րդ համարում, 1 Коринфянам 13 глава 8 стих, սերը երբեք չի վերջանում։ Ժողովուրդ չի կարող պատահի մարդը դադարի սիրելը, եթե ինքը ճիշտ Աստծո ուզած սիրով է սիրում։ Անկախ նրանից նորից եմ ասում, դիմացի գտնվող մարդը ինչպիսին է։ Մենք չպետք է դադարենք մեկս մեկից սիրել, ու այդ սիրո մեջ պետք է լինի շատ կարևոր բաները, որ աշխարհային սերը չի կարող իր մեջ պարունակել։ Ասեղ այնքան բաներ է գրված Պողոս Արաքելը, ես խնդրեի տունը մի անգամ էլ կարդացեք ու ամեն մեկս եկեք նայենք մեր կյանքի մեջ կա արդյոք այդ բաներ, հատկությունները սիրո։ Ու առանձնապես երբ որ ես սիրելով ինչ որ մեկին, ես չեմ փնտրում փոխադարձը։ Ու դրա վրա ակցենտ չեմ դնում։ Ու չեմ բողոքում ու չեմ ասում, ես սիրում եմ ինքը չի սիրում ինձ, ես ո՞նց կարող եմ իրան սիրել։ Մենք գիտեք մի հատ կարևոր բան ունենք, երբ որ մենք սիրում ենք Աստծուն, գիտենալով որ Աստված մեզ համար մեծ գործ կատարեց, երբ որ խորանում ենք այդ սիրո մեջ, մենք տեսնում ենք որ միջև անգամ Աստծո հանդեպ սերն էլ կարող է պատահի սառի, երբ որ մեր կյանքի մեջ խնդիրներ են լինում։ Ինչի կասեմ, գիտեք, ես համոզված եմ որ դուք բոլոր ամեն ժամանակ երբ որ աղոթք եք անում, բացի դրանից որ ձեր հոգևորի համար եք աղոթք անում, բացի դրանից որ դուք խնդրում եք Աստվածանից որ ես անօրեն աշխարհի մեջ պահիր ինձ ամեն տեսակի չարուց ու փորձանքից, ես համոզված եմ որ դուք ձեր կյանքի համար եք խնդրում, ձեր ընտանիքի համար, ձեր ընտանիքի մեջ բոլոր գործողությունների համար, ինչ որ կատարում է, ձեր հարաբերությունների համար եք խնդրում, ձեր առողջության համար եք խնդրում։ Ու ես չգիտեմ դուք եղել այն մոմենտներ, երբ որ դուք խնդրել եք ու Աստված չի տվել։ Թե առողջությունը, թե փողը, թե ուրիշ բաները ինչ որ պետք է։ Ու մենք մի անգամ ընկնում ենք այսպեսի կասկածների մեջ, սիրող Աստված, որն որ մեզ սիրեց ու այդքան մեծ գործ կատարեց մեզ համար։ Իր ամենաթանկագինը տվեց մեզի։ Այն ինչ ա եղել որ մի անգամ իր այսպես անելով մի անգամից մեզ կարողացնի ու մեր կյանքի մեջ ամեն ինչ դասավորված կերնի։ Ինչի չի անում այդ բանը։ Հենորը մի հատ քարոզ լսեցի
Գիտեք, այդ քարոզիչը շատ ուժեղ բացատրություն տվեց այդ Աստծո հանդեպ սիրո մասին եւ բացատրեց, որ մենք երբ որ չենք հասկանում Աստծուն, ինչի է Աստված անում այդ մեր կյանքի մեջ այս բան, չնայած որ ինքը կարող է, ինքը ամենակարող է։ Դուք պատկերացնում եք, որ երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը այստեղ էր, նա այնպիսի հիվանդություններ էր բժշկում, որ մինչև առ այսօր այդպիսի հիվանդությունները դեռ անբժշկելի են։ Նա մեռելներ էր հարություն տալիս, ֆիզիկապես մարդուն մեռած վիճակից դուրս էր բերում։ Ու ինքը այսօր չի կարող մեր խնդիրները լուծելու, այսօր կարող է, ոնց չի կարող, բայց Տերը գիտե մեզի ավելի լավ, քան թե մենք գիտենք։ Ու երբ որ մենք ճանաչում ենք Տիրոջը, գիտենք թե ինչքան ինչ սիրով է լցված մեր հանդեպ, ու գիտենք որ նրա գլխավոր նպատակը մեր ֆիզիկական մարմինը չի, այլ մեր հոգին է, ու այդ հոգու փրկության համար ինքը ոչ մի բան չի թույլ տա որպեսի աչքաթող անի, եթե մենք ճանաչում ենք այդպիսի Տիրոջը։ Իհարկե, երբ որ ցավ է եղնում, վիշտ է եղնում, երբ որ դժվարություններ է եղնում, մենք չենք կարող ուրախությունով Տիրոջը ասել, փառք Աստծո, որ երեխես մեռավ, փառք Աստծո, որ իմ հիվանդությունից ոչ մի բան չկա, ելք չկա իմ հիվանդությունից։ Մենք այդպես բան չենք ասի։ Մենք սադիստներ չենք, որպեսզի մեր կյանքի մեջ դժվարություններ, բայց մենք բոլորս լավ գիտենք, ու Աստծո խոսքը ամեն անգամ մեզ հիշեցնում է, որ Աստված իզուր չի անում մեր կյանքի մեջ այս կամ այն հարցերը։ Աստված ապտակներ չի տալի ուղղակի առանց պատասխանի։ Խփեց, ես Տեր եմ, ես կուզենամ խփեմ, չեմ ուզենա, չեմ խփի։ Դու էլ հանգիստ ու քեզ համար համբերատար տար, եթե ուզում ես հավիտենական կյանք ունենաս։ Չէ, Տերը ապտակում է եւ հետո էլ բացատրում է, սիրելով բացատրում է, որ ինքը ինչի արի այդ բանը ու իր գլխավոր նպատակը ինչու՞մն է կայանում, որ մենք կարողանանք հասկանանք, որ ինչքանով շատ կարևոր է Տիրոջը գիտենալ ու հասկանալ, ու ինչքանով կարևոր է մենք էլ նմանվելով Տիրոջը մեր шуրջը գտնվող մարդկանց նույն ձևի սիրենք։ Առաջին Հովհաննես 4 գլուխ 20-21 համարը։ 1 Իոաննա 4 глава 20-21 стихи։ Եթե մեկը ասե, թե սիրում է Աստծուն եւ իր եղբորը ատե, ուշադիր լսեցեք, այստեղ акցենտը դնում է ծայրահեղությանը, սեր ու ատելություն։ Նա ստախոս է, որտեղ նա որ իր տեսած եղբորը չի սիրում, Աստծուն որ չի տեսել, ինչպես կարող է սիրել։ Եվ այս պատվիրանքը ունենք նրանից, թե նա որ Աստծուն սիրում է, իր եղբորն է սիրե։ Հետաքրքիր է, գիտեք, շատ անգամ երբ որ մարդը փոխադարձ սեր չի գտնում դիմացի գտնող մարդկանց, այլ ընդհակառակը որոշ հակառակություններ կա, ինքը իր մեջ ունի արդարացում։ Ես լսել եմ այդ ձևի բան, կարող է պատահի, ես ինքս եմ մի անգամ այդ խոսքը ասել, որ սա ցավալի է մարդու համար, ասում եմ ես չեմ սիրում, բայց ոչ էլ ատում եմ։ Մի հատ եղբայրը, որն որ խնդիրներ ուներ իր հոգևոր եղբոր հետ, որն որ նաև իր ֆիզիկական ազգակիցն էր, երբ որ իրան հասեցի, տենց ոնց կարող է եղնի, այսօր դուք տենց հակառակվում եք, իրար տեսնել չեք կարող, բա երկնքի արքայության մեջ ոնց պետք է իրար հետ ապրեք, ասում եմ, ես նրան չեմ ատում, ասում եմ։ Բայց գիտեցի, որ եթե պետք է եղնի իմ երեխաներին թնդանոթի, կրակոցի հեռավորության չեմ թողնա։ Պուշի չնի վիստրել, գիտեք, չէ՞ այդ ձևի բան։ Ես չեմ թողնա, որ նրանք իրա մոտիկանան։ Ես չգիտեմ, դա ատելություն է, թե ատելություն չի, ոնց է ինքը մտածում, բայց երբ որ ես այնքան եմ մարդու հանդեպ այդպիսի կարծիք ունեմ, որ իմ երեխեքից չեմ թողնա, որ նրան մոտիկանա, այն էլ այդ ձևի հեռավորության վրա։ Եկեք մտածենք դրա մասին, ինչքանով ես չսիրելով ատում եմ մի մարդուն, որի երեսը չեմ ուզում տեսնել։ Հասկանալի է, փոխադարձ սեր չկա եւ մենք շատ անգամ փնտրելով չենք գտնում ու ձգտում ենք մի քիչ իրայից հեռու կենալ, բայց իմ սիրելիներ, եկեք մտածենք մեկս մեկից հանդեպ մեր հարաբերության մեջ կա թե չէ ատելություն, որովհետեւ երբ որ ես ինչ որ մեկին ատում եմ, լսում եք ինձ, երբ որ ատում եմ ինչ որ մեկին, Աստծո խոսքը ինձ հիշեցնում է, որ ես ստախոս եմ, երբ որ ասում եմ Աստծուն սիրում եմ։
Սա զգուշ պետք է լինենք, շատ կարևոր է, որ մեր կյանքի մեջ շատ նշանակալի է։ Գիտեք, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մոտ մոտիկացավ այդ օրինականը, ինքը շատ լավ գիտեր պատվիրանքները։ Ինքը նորից եմ ասում, չեկավ դրա համար, որ լսի ու սովորի։ Ինքը լավ գիտեր, բայց հրեաները գիտենալով Աստծո սիրո մասին ու մեկը մեկի հանդեպ, դրացու հանդեպ սիրո մասին, իրանք անում են այնպես, ինչպես որ գիտեին։ Օրինակ չունեին։ Իրանք գիտեին, որ Աստված ասեց պետք է սիրես Աստծուն, ես սիրում եմ Աստծուն, պետք է սիրես դիմացինին, ես սիրում եմ դիմացինին, բայց ինչպիսի սիրով է սիրում, իրանք օրինակ չունեին, դրամ էլ անում են այնպես, ինչպես որ պետք է։ Մենք իմ սիրելիներ այսօր ունենք այդ օրինակը։ Մենք ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը, որտեղ ինքը ապացուցում էր ինչպես պետք է սիրել մեկը մեկին։ Նայեք, Հովհաննես ավետարանի մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր քարոզների մեկի ժամանակ այսպիսի խոսք ասեց։ Հովհաննես 13-րդ գլուխ 34 համարը։ Նոր պատվիրանք եմ տալի ձեզ, որ իրար սիրեք։ Հարց կարող էր, մի րոպե կանգնենք, հարց կարող էր, Տեր, ինչ նոր պատվիրանք։ Քիչ առաջ քեզի եկավ օրինականը ասեց, որ դու որն է գլխավոր պատվիրանքը, ու դու հին ուխտից բերեցիր օրինակ, որ սիրիր քո տերածուն եւ սիրիր քո դրածուն։ Այդ ինչ նոր պատվիրանք է։ Նայեք ինչ է ասում։ Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Այ հիմա եկեք մոտիկանանք այս հարցին, որովհետև գիտեք նորից եմ ասում, երբ որ հրեան չուներ օրինակ, ինքը այնպես էր հասկանում, ինչպես որ հասկանում էր ու սիրում էր այնպես, ինչպես որ սիրում էր։ Մենք ունենք կենթանի օրինակ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը եւ մարդկանց հետ հարաբերությունը։ Եվ բնական է, նայելով այդ կյանքին մենք տեսնում ենք, որ Հիսուսը ոչ միայն Հիսուսի սիրո մեջ ոչ միայն կար հոգատարություն, այլ խստություն։ Ժողովուրդ, Հիսուսը մենակ հոգատարությամբ չէր վարվում մարդկանց հետ, մի անգամ էլ խստություն էր անում։ Երբ որ պատկերացրեք, ես մի հատ հարց եմ ուզում տալ, Հիսուսը սիրում էր թե չէ փարիսեցիներին։ Եթե ասեք չէ, ուրեմն ինքը Աստված չէր, որտեղ Աստված սեր է, ինքը չի կարող չսիրել ինչ-որ մեկին։ Բայց երբ որ փարիսեցիների հետ զրույցի ժամանակ, դուք գիտեք, որ միշտ հակառակություն կար նրա մոտ։ 7 անգամ փարիսեցիների առաջ, աչքի առաջ, ժողովրդի աչքի առաջ, որ կարող ենք ասենք Հիսուս մի քիչ գոնե անց մի քիչ տակտ ունեցի, էլի, այդքան ռամիկ ժողովուրդ է, հասարակ ժողովրդի մեջը, այս մարդիկ, որոնք որ հոգևոր էլիտա են, բռնեց ինչ ասել, վայ ձեզ, ու ինչ ասեց։ Զարմանալի է, չէ՞։ Բայց Հիսուսը չէր սիրում փարիսեցիներին։ Երբ որ մոտիկացան, աշակերտները ասեցին, դու գիտես որ քո ասած խոսքերից փարիսեցիները գայթակղվեցին։ Հիսուսը չասեց, վայ, ես ինչ արեցի դու։ Մի քիչ փոխեմ, էլի տակտիկ է, որ մարդիկ չի ասում, կույրը կույրին օր առաջ ասում է ինչ որ իմ հայրս չի տնգեն, այդ տուն կփոկվի։ Կույրը կույրին առաջ ինչ պետք է եղնի։ Երկուսն է փոսը կընկնեն։ Ինքը ոչ մի անգամ չէր մտածում, որ երբ որ ինքը վայ էր ասում, գիտեք ես համոզված եմ, որ երբ որ ինքը վայ էր ասում, սիրով էր ասում վայ։ Ինքը կատաղի կամ եսի ինչ որ ատելությամբ լցված չէր ասում վայ։ Երբ որ իր աշակերտները իր ասած խոսքերի համեմատ աշակերտները նայեք ուշադիր լսեցեք, որովհետև ես մի քիչ հետո ուրիշ բաներ պետք է ասեմ, որովհետև մենք շատ անգամ ասենք, դե ինքը Հիսուսն է, ինքը Տերը, ինքը Աստված է, ինքը իրավունք ունի իր ստեղծագործության վրա։ Օծի զավակը կարող է ասի, իժերի զավակը, ուրիշ շատ բաներ կարող, Տերը, կարող է փարիսեցիներին խայտարականի։ Մենք դրա իրավունք ունենք, թե չէ, քիչ հետո ես կասեմ, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր աշակերտներին միջով անգամ, երբ որ ասեց իմ մարմինը չուտողը, իմ արյունը չխմողը ինձ այդ բաժին չունի երկնքի արքայության մեջ, ու աշակերտները, չեմ ասում փարիսեցիները, գիտեք, դպիրները կամ օրինակ, աշակերտները միջև անգամ գայթակղեցում, ես ինչ ծանր բաներ է խոսում սա, ոնց կարող է իր մարդը իր մարմինը ուտեցնել, ու շատերը հեռացան նրանից։ Հիսուսը չսկսեց պանիկի մեջ ընկնել, խուճապի մեջ ընկնել, ես ինչ ասեցի դու։ Ես այսքան աշակերտ հավաքեցի, մի հատ իմ խոսքից այսքան խայտարակություն եղավ։ Ժողովուրդը հեռացան ինձանից։ Չէ, այդպես չասեց, գիտեք, շրջվեց ու իր 12 աշակերտներին ասում է, կարող է դուք եք ուզում հեռանալ։
Հիսուս մի քիչ բանալ է, տես վերջի բաներն ես կորցնում, աշակերտներին չէ։ Ինքը գիտեր, որ եթե ինչ-որ մեկը իր խոսքը, ասու խոսքն եմ հիշեցնում ձեզի, ումին որ շատ է տրված, նա ինձ շատ կպահանջվի։ Եթե ես այսօր ինձ հոգևոր բարձր մակարդակի եմ ներկայացնում, ուրեմն եթե ինչ-որ մեկը ճիշտ տկար է հոգևորապես, չնայած կարող է տարիներ անցել, տկար է, ես չեմ կարող համեմատվել դրա հետ։ Մի անգամ հարց է առաջանում, Հիսուսը ավելի պետք է մաքսավորներին, մեղավորներին, պոռնիկներին, պետք է խայտարականներին նրանց ասել վայ ձեզ, բայց այնտեղ ոչ ոք չի ասում։ Ինքը նստած էր մաքսավորների ու մեղավորների հետ հաց էր ուտում, մի անգամ չասեց, իմ ոտներս չեք լվացրել, ինձ համբերով չեք ընդունել։ Բայց որ Սիմոն Փարիսեցու մոտ եկավ, հիշում եք ինչ ասեց, ասում է, ես կնիկը ստեղ ոտքերս ա լվանում, մազերով չորացնում, դու մի հատ ջուր չտվեցիր ինձի։ Գիտեք ինչի համար։ Որտեղ ինքը գիտեր որ այդ Սիմոն Փարիսեցին ինքը լավ գիտեր օրենքը։ Ու իրան պետք է հիշեցնել այդ բանը։ Ինքը իրան լավ մեծ բարձր մակարդակի վրա է կարծում։ Դրա համար պետք է ասվի որ մենք գիտենանք որ եթե ես վկայում եմ իմ մասին որ ես հոգևոր ուժեղ մարդ եմ, ուրեմն իմ արած գործողությունների պատասխանը պետք է ստանամ ու պետք է ստանամ։ Հիմա էլի եմ ասում, երբ որ Աստված է ասում այդ բանը, մենք կարող ենք ասենք, դե մենք կարող ենք Աստված էլ բռուտնա, չէ՞։ Մի գլինը գարշեչնիկ բոկ, ու ինքը իրանք ունի մեզ վրա ինչ որ ասի, բայց երբ որ մենք նայում ենք մի անգամ Աստծո հետևորդներին, նրանք ովքեր որ կավ են ու Աստված չեն ու իրենց գործողությունների նայում ենք, մտածում ենք որ իրականում ոչ միայն Աստված կարող է անել, այլ մենք էլ մի անգամ խստությամբ պետք է վերաբերվենք այն մարդկանց հետ, որոնք որ ունեն ճիշտ, բայց միևնույն ժամանակ սիրելով նրանց, չատելով նրանց։ Պողոս Արաքյալը Մարդ որնոր ժամանակին վատ վիճակի մեջ, վատ համբավ ուներ քրիստոնեական աշխարհից։ Հասկանալի է հանդիպեց Տիրոջ հետ միասին սկսեց ապրել այս կյանքի մեջը, օրերից մի օր նստած հաց էին ուտում։ Հիշում եք Գաղատացոց 2-րդ գլուխը։ Հաց էին ուտում ու վերջով հրեաների մոտից Երուսաղեմից մարդիկ եկան, հավատացյալ մարդիկ թլպատությունից, ու այնտեղ Պետրոս Արաքյալը ու Բարնաբաս ու մյուսները տեսնելով նրանց գալը, նրանք դադարեցին հեթանոսների հետ հաց ուտել, քրիստոնյա հեթանոսների հետ, ու մի կողմ քաշվեցին ու ասեցին որ մենք այս գործի մեջ չենք, որ հանգած մարդկանց մոտը խայտարակ չեղնեն։ Հիշում եք Պողոս Արաքյալը դուրս եկավ ու չասեց եղբայրներ, շատ եմ խնդրում, արեք մի կողքի քաշվեք, բան ունեմ ձեզի ասելու։ Չքաշեց իրացի մի կողքը ու չասեց եղբայրներ այդ ինչ եք անում, դուք որ հրեա լինելով հեթանոսներին նման եք վարում, էլ ինչ եք ուզում հեթանոսներից, չէ, ինքը ամբողջ մարդկանց առաջ է բաց արեց նրանց կեղծավորությունը։ Ինչի։ Ու հիմա նայեք, հարց է առաջանում, Պողոս Արաքյալը սիրով արեց այդ բանը։ Եթե Պողոս Արաքյալը սիրով չաներ, այս 13-րդ գլուխը քիչ առաջ որ կարդացինք, այս գլուխը մեզ համար կեղծ գլուխ է կոչվում։ Մարդը ասում է որ սերը այսպեսի պետք է լինի ու միևնույն ժամանակ ինքը ատելությունով լցված է։ Հիմա Պետրոս Արաքյալի մասին ասենք։ Պետրոս Արաքյալը որնոր Պողոսից այն ժամանակ ավելի համբավ ուներ, ավելի բարձր էր, որովհետև Քրիստոսի հետ էր քայլում։ Ոնց է կատարում։ Պետրոսը նեղացավ Պողոսի ասած խոսքերից։ Գիտեք կարող են նեղանալ ու ասել, այ տղա, դու ում հետ ես խոսում, դու հիշի դու ով էիր ժամանակին։ Ես հենց սկզբից Քրիստոսի հետ եմ, իսկ դու Քրիստոսի հետևորդներին հալածում ես, սպանել ես տալի նրանց, բանտեր ես լցնում։ Չէ, ինքը դա չասեց, գիտեք։ Եթե դուք ուշադիր կարդաք 2 Պետրոսի վերջի գլուխը, ինքը Պողոսին անվանում է եղբայր ու հանդիմանում են մարդկանց, որոնք որ Պողոսի ասած խոսքերը ծռում են։ Գիտեք, այնտեղ ինքը ասում է որ որոշ բաներ կա, Պողոսի թղթերի մեջ որոշ բաներ կա, որ շատ դժվար հասկանալու բան է։ Ու կան մարդիկ, ովքեր որ մեր եղբայր Պողոսի ասած խոսքերը ծռում են։
Մի կարող եք ասել, կարող է Պետրոսը այն ժամանակ դեռ այդ բանը չի եղել, չէ՞։ Երկրորդ Պետրոսի թուղթը, եթե ուշադրությամբ ուսումնասիրեք, դա վերջի թուղթն է Պետրոսի համար։ Հենց առաջի գլխում, ակրաս հենց դրա մոտ ենք եկել 5 օրը, երբ Պետրոս Սարաքյալը վկայում է, որ ինքը արդեն ժամանակը եկել է, ինքը պետք է այս վրանից հեռանա։ То есть այդ վերջի թուղթն է, որից հետո Պետրոս Սարաքյալը պետք է մեռներ։ Իսկ այն ժամանակ դեռ Պետրոս Սարաքյալը լավ իր գործերի մեջ էր գտնվում, երբ որ Պողոսը նրան հանդիմանեց։ Ինքը չատեց Պողոսին։ Իր խայտարակելու համար ընդհակառակը հասկացավ ու ասեց. իրականում Պողոսը ինձ սիրում է, որ իմ այս կեղծավորությունը բաց արեց։ Հուդայի թուղթը մեր Տեր Հիսուս Քրիստոսի խորտ եղբոր Հուդայի թուղթը։ Նայեք հետաքրքիր բան է ասում, այնտեղ մի գլուխ է, այնց որ ես գլուխը չեմ ասի, համարները կասեմ, 22-23 համարը։ Ժողովուրդ, չնայած որ քրիստոնեությունը սիրո վրա է հաստատված, բայց նայեք ինչպես է Հուդան այդ անձնավորությունը, որի գիրքը, որի թուղթը ներկայացված է կանոնի մեջ, որովհետև եթե դա ճիշտ չեղներ, կանոնի մեջ չէր մտնի, տեսեք ինչ է ասում։ Иуда, это глава, одна глава, всего 22-23 стихи. Եվ մի քանիսին ողորմեցեք խտրություն անելով։ Խտրություն գիտեք, չէ՞, ջոգողություն անելով։ Փափուկ, մի քիչ փափուկ ավելի։ Եվ մի քանիսին վախով ապրեցեք, կրակից հափշտակելով, ատելով այն պատմուճանն էլ, այսինքն վրի հակոստը, որ մարմնիցը աղտոտված է։ Էլի եմ ասում, եթե մի տկար մարդ սխալ է գործում ու ինքը անհասկանալով մի բան անում, նրանից ոնց որ ասում են, не такой большой спрос։ Վերջի վերջով տկար է, դու կարող ես նայել մի քիչ ավելի հանգիստ խոսալ։ Երբ որ մարդը զորավոր է, այն նրա չի կարելի ինձ պրոստը խոսալ, գիտեք, ասենք, վայ, դες բան չի կարելի բան, չէ, արդեն մի քիչ ավելի ստեղ գրված ասում, մի քանիսին խտրությունով, այդ փափուկ ձևով խոսան մյուսին, անես խոսա, կարծես կարակից ես դուրս բերում։ Բայց սիրով, որովհետև նորից եմ ասում, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր օպոնենտներին, այսպես ասած, իր հակառակորդների հետ խոսում էր, ովքեր որ իրան են հակառակում, ինքը ոչ ոքին հակառակ չէր, ովքեր որ իրան էին հակառակում, երբ որ ինքը նրանց հանդիմանում էր ու մինչև անգամ վայ էր ասում, այդ վայի մեջ սեր կար։ Եթե այսօր ինչ որ մի վայ եք լսում ձեր հասցեին, մի անգամից մի փնտրեք, որ այդ մարդը ձեզի ատում է դրա համար էլ վայ ասում։ Հնարավոր է որ այդ մարդը իրականում սիրում է ձեզի ու դրա համար էլ ձեր սխալները դրստում է։ Գիտեք, մենք մյուս կիրակի օրը, ես էլ եմ ասում, այնքան բարդ գաղափար է սա, որ ես չեմ կարողանում մի քարոզի մեջ տեղավորել, կամ այնքան երկար կտևի, որ կհոգնեցնեմ ձեզի։ Դրա համար թույլ տվեք, որ մյուս կիրակի օրը, երբ որ մենք հիշում ենք այս համարը, ինչ որ մենք քիչ առաջ կարդացինք, դու գիտեք, որ մի մոմենտ եղավ, երբ որ ինքը Քրիստոսը օրինականին հարցրեց. դու ո՞նց ես կարծում, որն է ամենագլխավոր պատվիրանքը։ Օրինակը պատասխանելով նրան նույն բանը, ինչ որ Քրիստոսը այստեղ մեր տեքստի մեջ ասեց այդ օրինականին, ինքը օրինականը հարցրեց. ով է իմ դրացին։ Իմ ընկերը, տենց է գրված Արարատ թարգմանության մեջ, բայց ես նորից եմ ասում, ավելի ճիշտ թարգմանությունը, նոր թարգմանությունը, որը կոչվում է դրացին։ Մոտիկը, ով է իմ մոտիկը, որին ես սիրեմ։ Ու դուք գիտեք, թե Տիրոջ պատասխանը ինչպես է եղել։ Մյուս կիրակի մենք խոսանք, թե ում պետք է սիրենք եւ ինչպես պետք է սիրենք, ու դրա համար Տերը թող մեզ բոլորիս աղոթքի հոգի տա, որ մենք բացենք մեզ համար այն կարևոր բանը, ինչ որ սեր է կոչվում, եւ այդ սիրո մեջ միայն ջան ու ղուրբան չգտնենք։ Մի անգամ եթե հանդիմանություն է կա, բայց այդ հանդիմանությունը լինի միայն սիրով եւ փափագով, որպեսի դիմացի գտնվող մարդը ումին որ հանդիմանում են, ումին որ դրստում են, այն նպատակով անեն այդ բանը, որպեսի այդ մարդը իրականում դրստվի եւ կարողանաս գա այն հոգատարությունը, որ Աստված նրա միջոցով կատարում է։ Տերը բոլորի սորշնի, թող միշտ փառավորվի հիմա եւ հավիտյանս հավիտենից։